Պարոն Օհանյան, դուք համաձայն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ հայերը հայկական կողմը հայկական իշխանությունն է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը կարող եմ ասել մի քիչ աղավաղված եք դուք։ Չէ, ներողություն, ես սա վերցրել եմ Ռոբերտ Քոչարյան.am կայքից տեքստը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններն են նաև բերել նրան, որ Ադրբեջանը տեսել է, որ Հայաստանը Ինչու հայերը։ Հայաստանի իշխանությունները, հետո նա ավելացրեց, թույլ տվեք ես պատասխանեմ, դուք երևի ճիշտ չեք ընդունում, Հայաստանի Հանրապետության իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, իրենց արտահայտություններով եւ նաեւ գործնական քայլերով, որ բերել են նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով, որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ կառավարում են իրականացնում եւ նաեւ ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն են իրականացնում, հատկապես այն բանակցային գործընթացի շրջանակներում, որը որ վերաբերում էր Արցախի հանրապետությանը եւ դրանից օգտվելով նաեւ սադրանք եւ պատերազմ են հրահրել Արցախի հանրապետության նաեւ Հայաստանի հետ։ Իսկ այդ գործողությունները հետեւյալն են. ընդհանուր առմամբ տապալել այն ամբողջ բանակցային գործընթացը, այն ամբողջ բանակցային ներուժը, որ այս 30 տարիների ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ համանախագահ երկրների կողմից համատեղ աշխատանքի ջանքերով նրա խոսքը, որ ես սկսում եմ իմ անձնական կետից, ոչ թե նախկին իշխանությունների հասած այն բնագծից, այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ցանկացել պաշտոնի ստանձնելուց հետո, այսպես պարզ ասած, ներողություն, պաշտոնը ընդունելուց հետո ինքը նույնիսկ չի ցանկացել ծանոթանալ այն ամբողջ ներուժին, որ ձեռք ենք բերել, ինքը ծալել եւ իր աթոռի տակ է դրել 2019 թվականի այն առաջարկությունները, որոնք որ մենք անվանում ենք այսպես Լավրովյան փաստաթուղթ, բացի դրանից նաեւ սահմանային այն հրահրումը, տաուշյան գործողությունները, որոնք որ բերել են վերջնական այն տեսակետի Ադրբեջանի ղեկավարության մոտ, որ իրենք կարող են այդ հարցը լուծել պատերազմի միջոցով։ Ավելացնեմ նաև նա, որ պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեն արել, այսինքն ամբողջությամբ չեն իրականացնել մեր այն գործառույթները, որ պետությունը անհրաժեշտ է կատարի խաղաղից պատերազմի անցնելու ժամանակահատվածում։ Իսկ ես ասում եմ հետևյալը եւ կարող եմ նաև փաստել, որ հայ ժողովուրդը, Արցախի հանրապետությունը, Հայաստանի հանրապետությունը ի վիճակի են եղել հակառակորդին գոնե լեռնաանտառային պայմաններում այսպես կանգնեցնելու։ Իսկ այդ խնդիրը, այդ հրահրման խնդիրը իրականացրել են Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Ներողություն, պարոն Օհանյան, այդ նշված է, որ այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ, այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Ինչու միանգամից չասել, որ Նիկոլ Փաշինյանը հրահրեց, ինչու հայերին մեղադրել։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր խոսքի վերջում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ սրանով եկեք ավարտենք։ Հայերին չի մեղադրել։ Չի մեղադրել իհարկե։ Բա ինչու է Ռոբերտ Քոչարյան.am կայքում նշված նաև հայերին մեղադրելու բանը։ Ես ասացի իմ պատասխանն արդեն։ Շնորհակալություն։